Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։ Պարոն Դանիելյան, շնորհակալ եմ։ Հենց դատից հետո ժամանեցիք մեր տաղավար 2 տարի, բայց կարծես պարոն Դանիելյան, սա սպասելի էր, երբ որ փաստաբանները խոսում են, հանրությունը խոսում է, սա կանխատեսելի քայլ էր։ Մի կողմից էլ տեսանք, թե դատավորը ինչ վիճակով էր, մի կերպ էր այդ վճիռը արտասանում։ Իհարկե կանխատեսելի էր, այս իշխանությունների օրոք դատական համակարգը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գերակշիռ մեծամասնությունը ազդեցության տակ են եւ դա նորություն չի այն պահից սկսած, երբ որ Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը շրջափակում են դատարանները եւ դատավորներին պարտադրում եւ իր հայտնի խոսքը, թե տես դատավոր կա Հայաստանի Հանրապետությունում, որ իր ասածը չկատարի, եւ ահավասիկ մենք մի խայտառակ որոշման ականատեսն ենք լինում, երբ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու arczepiskopos Միքայել Աճապահյանը դատապարտվում է 2 տարի ազատազրկման իր խոսքի համար, այսինքն ոչ այդտեղ կոչ ա եղել, ամբողջ դատական ընթացքի ժամանակ մանրամասն քննվել այդ ամեն ինչը, գիտեք որ դատախազության հայտնի որոշումը կա, որ ասում են հանցակազմի բացակայության, բայց հենց որ պետք է այս իշխանություններին մարդուն տանել, բանտարկել, վճիռը կայացնում են եւ տեսնում ենք այս ամբողջ դատավարության ընթացքում ինչ խայտառակ ուրեմն ինչ խայտառակ որոշումներ ա եղել։ Ես ուզում եմ նաեւ մի բանի վրա ուշադրություն դարձնենք, որ ամբողջ այս կալանքի ընթացքում խափանման միջոց չի փոխվել։ Միջնորդությունները չեն բավարարվել, մերժվել են բոլոր միջնորդությունները։ Փաստաբանը ներկայացրել է այս գործերով կայացրած որոշում, նմանատիպ գործերով կայացրած որոշումները։ Այդ որոշումը կամ ուրեմն տուգանք է, կամ այլ խափանման միջոցներ, այսինքն ամենախիստ պատժի միջոցը կիրառվել է ուրեմն Միքայել Սրբազանի նկատմամբ եւ ես այստեղից հետեւություն եմ անում, որ այդ որոշումները չեն կայացվում այդ դատարանում, այդ որոշումները կայացվում են այդ շենքից եւ այդ կներեք այդ դատարանի շենքից դուրս։ Պարոն Դանիելյան, մի կողմ թողենք այդ պաշտոնը դատավոր քննիչ, բայց առաջին հերթին ցանկացած անձ պետք է շարժվի ինչ-որ մարդկային, չէ՞, սկզբունքներով, ինչ-որ պատնեշներ ունենա, որոնք չպետք է անցնի։ Եթե մարդկային սկզբունք ունենային, քննիչներից սկսած, այդ գործ կարողներից սկսած, ոնց կգնային այդ քայլին։ Ախր նման եզակի դեպքեր եղել են միայն, չգիտեմ, բոլշևիկյան ուրեմն ժամանակահատվածում, նման բան, ես չգիտեմ, ուրիշ այլ երկրում ես փորձել եմ ուսումնասիրել տարբեր երկրներում նմանատիպ ինչ-որ դեպքի, ես նման բան չեմ տեսել։ Չկա նման ուրիշ մի երկիր, չկա որտեղ որ ինչ որ մի խոսք մեջ բերելով իրենց ընտրովի մեկնաբանություններ տալով կարող են, կրկնում եմ, վաստակ ունեցող մարդուն։ Միքայել Աճապահյանը ոչ միայն հոգևորական է, ոչ միայն arczepiskopos է, ոչ միայն նաև իր հանրային խոսքով աչքի անկել։ Այդ մարդը իր վարքագծով, իր պահվածքով, իր ժուշկալ կյանքով, իր համեստությամբ, ասենք համեստ ապրելակերպով, ինքը միշտ աչքի անկել իր պարկեշտությամբ, իր տեսակով եւ նաև մեծ ավանդով, սկսած Արցախյան պատերազմից եւ մերոն նորանկախ պետության պատմության մեջ ամենավառ, ամենապայծառ դեմքերից մեկն է։ Ոնց կարող ես տանել իրեն ԱԱԾ մեկուսարան, քիչ չէ տանես այս քանի ամիսների ընթացքում պահես ԱԱԾ պատվալում, մի հատ էլ վերջում որոշում կայացնես, որ 2 տարի ազատազրկում, այսինքն դատախազությունը պահանջել է 2 տարի 6 ամիս, դու վերցնում ես եւ վերջիք ես կայացնում 2 տարվա, այսինքն որն է լավություն ես ծախում, որ 6 ամիս պակասես Սրբազանին ազատազրկման որոշումը կայացրել։ Էս ինչ է սա։ Սա բոլորից խայտառակությունն ու ամոթն է։ Մեր ազգի որ ոնց կարելի է նման բան տեղի ունենալ։ Ախր այս մարդիկ լավ չեն վախենում վաղը մյուս օր, որ այդ սխալ որոշումների արդյունքում վերջես ամեն ինչը իշխանությունները, ցանկացած իշխանություն, ի վերջո որոշակի առաքելություն ունի, ժամկետ ունի կամ ինչ որ որոշակի ժամանակահատվածով է իշխանության։ Հետո գալու է պատասխանատվության կրելու ժամանակը։ Ոչ միայն քրեաիրավական առումով պատասխան, այլ բարոյական պատասխանատվության հարց կա, ծերունդների հարց կա։
Ախր դու սա այդ կրկնում եմ, էլի ոչ միայն Միքայել Սրբազանին աղոված, սա հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ոտնձգություն։ Դե բայց իրենք չեն թաքցնում, որ ցանկանում են եկեղեցու ինչ-որ պրոցեսներ իրականացնել, փոփոխություններ։ Պրոցեսներ իրականացնելը դուք այս ձևով եք պատկերացնում, այդ պրոցեսներ Բայց Միքայել Սրբազանը հիմնական շատ մեծ ազդեցություն ունեցող հոգևորականներից է, հենց այս միջոցով պետք է փորձեն։ Իհարկե, դե սա միջոց է, սա խայտարակություն է, սա միջոց չի, սա խարան է, սա միջոց չի, սա անպատվության մի հերթական արարն է եւ ամենաթողության եւ տարբեր բաներ կան միջազգային կազմակերպություններ, իրավապաշտպան կաների կազմակերպություններ կան եւ այլն մեկ մյուս, այստեղ դիպ կորպուսի ներկայացուցիչներ կան, ուրեմն դեսպաններ կան, հյուպատոսներ կան, թույլ Հայաստանում ինչ է կատարվում, բայց ձեր ծպոտ չեն հանում։ Ժամանակին, երբ որ մեկի մազը ծրվում էր, ուրեմն Եվրոմիության դեսպանը գնում էր դատական նիստերին նստում էր։ Կարծիք էր ասում, խոսում էին, գնահատականներ էին տալիս։ Ես ապշած եմ ուղղակի։ Ուրա միջազգային հարությունը։ Կան առանձին վերցրած սենատորներ, падգամավորներ եւ այլ, կան որ կարծիք են հայտնում, բայց սա մեջ ճնշում պետք է գործադրվեն այս իշխանությունների վրա, ի վերջո այս խայտարակ որոշումների բեկանելու։ Ինչ է ձեր նպատակը ո՞րն է։ Ձեր նպատակն այն է, որ անառողջ մարդուն, որը որ խնդիրներ ունի առողջական, միջև Միքայել Սրբազանը դեղորայք է ընդունում անազատության մեջ, այնպես չի որ մի փայլուն առողջական վիճակում է, շատ որ չի խոսում դրա մասին, շատ որ չի բարձրաձայնում այդ ամեն ինչը, լուր համեստ իր պատիժը կրում է, բայց դա չի նշանակում, որ պետք է այդ մարդուն տանեք, ինչա բան է, ինչ սարսափելի հանցագործ է, այդ հանցագործները փողոցներում վխտում են, ամեն օր տեսնում եք ինչա կատարվում, սպանություններ, ռազմոյ, չգիտեմ, թմրանյութի ապօրինի շրջանառություն եւ այլն մեկ մյուս, բայց այդ մարդկանց այլընտրանքային խափանման միջոց է կիրառում, տնային կալանք է կիրառում, վարչական հսկողություն է կիրառում, շատ ժամանակ էլ անպատիժ ուրեմն երկրորդ եւ երրորդ հանցագործությունն են կատարում, այս երկրում դարձավ որ Սրբազանը ամենամեծ հանցագործն է, հա? Սա խայտարակություն է ուղղակի։ Պարոն Դանիելյան, բայց նաև սա շատերը, երբ որ լսում ես, կարծիք են հայտնում, որ սա նաև ընտրություններից առաջ ինչ-որ պրոցես է, այսինքն միջև ընտրություններ պատրաստում են հենց Սրբազաններին, ովքեր ազդեցություն ունեն հասարակության տեսակետի վրա, պահել կալանքի տակ։ Դա պարզ չի, դա ակնհայտ չի։ Ուր այսօր ազգային բարերար Սամվել Կարապետյանը, ԱԱԾ մեկուսարանում, ուր այսօր Բագրատ Սրբազանը եւ 18 արդարները, ԱԱԾ մեկուսարանում, падգամավորներ, ուրեմն գեներալներ, գնդապետեր, որդեկորույս ծնողներ, այսինքն այս մարդը ասում է ինձ համար, ոչ հեղինակություն գոյություն ունի, ոչ կարևոր է ինձ համար իր կարգավիճակը, Սրբազան հայր է, բարերար է, падգամավոր է, չգիտեմ, որդեկորույս հերոսացին ծնող է, վաստակ ունեցող ազատամարտի մասնակից է։ Մի հատ կտանենք քրեակատարողական հիմնարկը, այն հայտնի մի հատ խոսք կար, ասում է քրեական օրենսգիրքը բան կանենք, կգցենք, ասում է, որի վրա կկանգնի, այդ հոդվածի վրա բան կանենք, կդատենք։ Էս է իրանց արդարադատությունը։ Մարդը կա գործել կգտնվի։ Ինչ որ մարդը ասում է, օրինակ, մեր ձևով կմիջամտենք, ուր է այդ մարդը հիմա։ ԱԱԾ մեկուսարանում, կամ Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների գործով ինչ է։ Երեք դատական նիստեր ինչ ասեցին։ Ասում են ձայնագրությունները մոնտաժված, ձեր այդ ասած ավտոբուս վառելը ուր է, կամ հրայց սարկավագի գործով։ Բաներ են, չէ՞, սենց սրտաճմլիկ բաներ էին ասում։ Ուր է այդ ամեն ինչը, չկա, կեղծված, մոնտաժված, ուրեմն խմբագրած նյութեր, որի հիման վրա ցանկացած մեկին կարող են տանել եւ անազատության մեջ։ Պարոն Դանիելյան, լավ, այս դատական process-ների հետագա զարգացումը ուր է տանելու, ո՞նց եք տեսնում ավարտը սրա։ Բռնապետական ռեժիմի, եթե ավտորիտարիզմից կամ կիսաավտորիտարիզմից Հայաստանը ավտորիտար պետություն է դարձել, բռնապետություն Միքայելը։ Հիմա այս գործերով էլ մենք տեսնում ենք, որ իրենք էլ ավելին են ուզում գնան, կուսակցություններ փակել,
Հայրաքելական Սուրբ Եկեղեցուն։ Ես դրան եմ ուզում անդրադառնալ, դուք լսել եք երևի Նիկոլ Փաշինյանի ելույթը, խոսում էր կուսակցությունների թափանցիկության մասին, ու ասում էր սա ընդհանուր հարց առաջացնի, իրենք պետք է մասնակցեն ընտրություններին, թե չէ։ Ամենավոր թափանցիկը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, հայտնի սկանդալային դեպքով, որը լրագրողներն էին ի պատիվ իրենց պարզել, որ իբր թե մարդիկ էին մարդկանց ցուցակար, որոնք որ նվիրատվություն էին կատարել, եւ այդ մարդիկ զանգել էին մարդկանց, այդ մարդիկ սկի տեղյակել չէին։ Այդ թափանցիկության խնդիրն իրենք ունեն։ Ուր է թափանցելությունը։ Կեղծ մարդկանց ուրեմն ցուցակը հրապարակելով, որ այդ մարդիկ են եւ պարզվի, որ այդ մարդիկ չկան, գոյություն չունեն։ Հետո էլ ասի կներեք։ Միջև ընտրություններից ցես կգնան նման մեխանիզմ ունեք կուսակցություն փակվի։ Անդադ այսպես կարմիր թելի պես ասում են դաշնակցությունը պատերազմի կողմնակից կուսակցություններ։ Այդ խոսույթով արդեն հանդես են գալիս։ Արդեն ասում են ահաբեկիչներ։ Ահաբեկիչ են բոլորը, սրբազանները, բարերարները, որդեկոլույս ծնողները, գեներալները, կուսակցությունները, իրենց չկա մի ընդդիմադիր ուժ կամ չկա մի ընդդիմադիր միավոր, որ ուղիղ կարծր դիրքորոշում ունի եւ ուղիղ արճակատվում է Նիկոլ Փաշինյանի հետ, այսինքն գրպանային ընդդիմություն չի, ընդդիմություն է եւ այդ կուսակցության կամ այդ մարդկանց վրա չկա այդ կեղտոտ արշավը, չկա այդ հետապնդումները, չկա ուրեմն այդ դատական այդ ացիաներով քաշ քշելը, գործեր կարելը եւ այլը մեկ էլ մյուսերը։ Չկա։ Բոլորը ինքը ամենագիտակն է, ինքը ամենաանմեղն ու ամենասուրբն է, մնացած բոլորը, ես չգիտեմ, ասում են բանա, սրբազանի գործով էին ասում, տարբեր միջազգային հարթակներով, բանով, ուղիղ հարց են տվել, ասել են, ասում եք ռուսական հետ կա, ուր է։ Մի անգամ ասեցիք հետ կա ռուսական, իբր չենջերում եսի ինչեր են անում եւ այլ եւ այլ։ Ֆինանսավորվում են ռուսական։ Հա, ացեն հայտարարություն տարածեց, որ նման բան չկա։ Հիմա ուրիշ տեղեր մոլորեցնելով եւ այլ եւ այլը։ Լավ է գոնե երեք Կանադայի դեսպանատանից, ես կարծում եմ Կանադայի, եթե չեմ սխալվում, դեսպանատից ներկայացուցիչ կար։ Թող գնան պատմեն ինչա տեղի ունենում, ինչա կատարվում Հայաստանում։ Նոր արդեն ինչ որ որոշակի միտումներ եմ տեսնում, բայց դա աննշան է եւ սապոտի լրջակույն կրկնում եմ, ճշումներ գործադրվի։ Ոչ թափանցիկնել են իրանք, ուղղորդողնել են իրանք, SMS գրողներն են իրանք։ Եվ դրա մասին իրենք չեն թաքցնում։ Չեն թաքցնում դրա մասին, ասում են։ Եթե մի երկու ԲԴԽ նախագահային SMS-ով աշխատանքից ազատում են, ուժայինին SMS-ով աշխատանքից ազատում են։ Բայց ինչի արդարադատության մասին կարա խոսքը լինի։ Պարոն Դանիելյան, ձեր թույլտվությամբ արդեն որպես ամփոփիչ մի հայտարարություն էլ անդրադառնանք կառավարության վերջի կառավարության հետ հարցի պատասխանի ժամանակ ազգային ժողովը ձեր դուք եք ներկա ու հարցեր եք ուղղում Նիկոլ Փաշինյանը, եթե լսեցիք, արձագանքեց, չեմ սխալվում, Ագնեսա Խամանին, ասում է ձեզ նկատի ունենալով դեմատիվներին Հայաստան խմբակցությանը, ասում է դուք գանձ եք, իրենք ձեզ փայփայում են, քանի որ դուք իրենց ձեռնտու ընդդիմություն եք։ Նախ այս երկրում եթե մի գանձ կա, որը որ Ալիևի եւ Էրդողանի գանձն է, դա իրենք են, իրենք Ալիևի Էրդողանի գանձերն են։ Իսկ ինչ մնում է անդիմությանը, որ այդպիսի ուրեմն բառեր ասում, մեր ընկերներն են այսօր անազատության մեջ։ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանն անազատության մեջ, մեր падգամավոր գործընկեր, մեր ընկեր Հայաստան Դաշինքից Արտուր Սարգսյանն անազատության մեջ։ 18 տարեկան ուրեմն երիտասարդն է մեր անազատության մեջ, Չամիչյանը, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանն անազատության մեջ։ Այսօր կին քաղբանտարկյալ կա Լիդիա Մանթաշյանը։ Այսինքն այդ բոլոր պայքարող մարդիկ ու շատ Արցախի падգամավորը, գործարարներ, տարբեր մեր ընկերներ, այդ տենց են, հա, բանը, իրենց հարմար ընդդիմությանը տենց են վերաբերվում։ Հանրության մոտ այդքան ընդդիմություն աջակցություն չունի ու քանի ընդդիմությունը, օրինակ դուք եք, իրենք իշխանության ով ասում որ օրինակ աջակցություն չունի կամ ով այդ գնահատականները տվել։
Այսինքն ես ինձ չի որ մենք այտենց գոհ ենք մեր աշխատանքից կամ տեղ չկա աշխատելու կամ այտենց հպարտանալու շատ բաներ չկա առհասարակ այնպես եթե դե հիմա գիտեք ինչ ամեն մարդ կարա տեղից վեր կենա ու ինչ խելքին փչում ասի մեր երկիրը նենց երկիր է դարձել, որ, չգիտեմ, ազգային ժողովի նույն ամբիոնը օգտագործվում է հակապետական հայտարարություններ անելով, ազգային ժողովի ամբիոնը օգտագործվում է թիրախավորումներ անելով, ազգային ժողովի ամբիոնը օգտագործվում է ասելով, որ կտանենք բոլորի տարածը պատվալները կլցնենք։ Հա, երկու նիստ առաջ ինչ էր ասում այս մարդը։ Ասել բոլորիդ կտանենք տարածը պատվալները կնստացնենք։ Ասես դրանից հետո ինչ եղավ։ Մեր գործընկերոջը տարան ԱԱԾ մեկուսարան, մեր ընկերներին տարան տարբեր քրեակատարողական հիմնարկներ, տարբեր քրեական գործերով, շինծու քրեական գործերով, այսօր մեր հարյուրավոր ընկերներ անցնում են տարբեր քրեական գործերով, հետապնդումներով, հարկային ուղարկելով, տարբեր ընդդիմադիր էլի մեր գործընկերների եւ ընկերների եւ ծանոթների աշխատանքից ազատելով, այսօր ճիշտ կա սկսվել բոլոր համակարգերում, բոլոր տեղերում, որ ինչ որ մեկին բարեկամ, ծանոթ, կամ ընկեր, կամ ինչ որ մարդ կա, այդ մարդկանց աշխատանքից ազատում են։ Տենց է սերը արտահայտվում, հա։ Որն է այդ բանը, էլի ես չեմ հասկանում։ Կամ այս ընդդիմադիրների հետ կապված ինչ որ գործ ալնում, չգիտեմ, գողության, հարձակման, չգիտեմ, թալանի կամ որևէ բանի, անպատժելիություն։ Որ մի գործն են մեր բացահայտում, որ առավոտի ծիրիկու իր ապա համակարգը զբաղված է գաղտնալսելով, ես չգիտեմ, գործեր կարելով, չգիտեմ, ամեն մեկի հետևից այդ օպերատիվ այդ խմբերը բան են անում, բայց հենց այդ ընթացքում մեր նկատմամբ հանցագործությունն տեղի ունենում, բոլորի աչքերը փակ են։ Չեն տեսնում ինչ է կատարվում։ Չեն տեսնում, որ, չգիտեմ, մեքենա են այրում, կամ ջարդում, կամ չգիտեմ ինչեր են տեղի ունենում, ինչեր է կատարվում, այդ չեն տեսնում։ Այդ իրենց չեն տեսնում։ Ես չեն տեսնում, որ ընդդիմադիր ուրեմն համայնքի ղեկավարը օրը ցերեկով իր տան մոտ գնդակահարվում է։ Այդ չեն տեսնում։ Չեն տեսնում այն կրիմինալ վիճակը, որ կա Հայաստանի Հանրապետությունում։ Այդքան զենք, այդքան թմրալուտ, այդ չեն տեսնում։ Այդի չեն տեսնում։ Որովհետև զբաղված են ոչ թե իրենց գործառույթը կատարելով, այլ ամբողջ իրավապահ համակարգը զբաղված է անդիմադիրների վրա գործեր կարելով եւ հետապնդելով։ Ահավասիկ սրբազան շարժման, սրբազան պայքարի գործով ներգրաված 120 ուրեմն քննիչը։ Էլ չեմ ասում ինչքան ոստիկանություն, ինչքան օպերատիվ աշխատողներ, ինչքան ԱԱԾ աշխատողներ, բա ամիսներ շարունակ գաղտնալսում եք արել։ Այդ էր ձեր բանը նյութը, որ կտրեք կպցնեք իրար եւ աբսուրդին էլ չափսահման կա։ Շնորհակալ եմ Դանիել ձեզ զրույցի համար։ Հարգելի հաստատիտողներ, զրուցում ենք ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար։